Պապ, դու միշտ ամեն քայլին ձեռքս բռնած ես եղել։ Ամենանեղված պահերին քո կողքին եմ ես իմ հանգստությունը գտել։ Ես գիտեմ, որ այդ ամենը հիմա հետ չեմ բերի, ու գիտեմ, որ այդ ամենի մեղավորը ես եմ։ Հա, դու ինձ հիմա չես գրկում։ Հետս չես խոսում, բայց ես զգում եմ, որ դու ինձ շատ ես սիրում, պապ։ Չեմ ուզում քեզ վատ վիճակի մեջ դնեմ։ Իմ համար հեշտ չի, քո համար էլ։ Բայց ես երջանիկ եմ, որ քեզ տեսա, պապ։ Դու իմ ընտրությունը չընդունեցիր, պապ։ Բայց ուզում եմ ասեմ, որ ես հիմա նույն մտքին եմ։ Վրամն այն մարդը, ով որ ինձ կերջանկացնի, ով որ ինձ երջանկացնում է հենց այս պահին։ Պապ, իմ մասին չանհանգստանաս։ Ես քո աղջիկն եմ ու գիտեմ ամեն պարագայում ինձ ոնց պահեմ։ Ուր գնում եմ մենակ կորստի մասին է։ Ստեղ էլ ամեն ինչ քեզ է հիշացնում, Վարա։ Խաչիկ ջան, բարի օր։ Վարոյի գործով ինչ կա, ինչ նորություն կա։ Մի ուշացրա այդքան կապնվի իմ հետ։ Որոշումներ կան, որ միջև վերջին բեկորը փշրում են հոգիդ, բայց թվացյալ խաղաղություն են բերում։ Ինչ-որ պահի մենք սկսում ենք խաղաղություն անվանել նաև դատարկությանը, երբ էլ ոչ ուժ կա, ոչ էլ իմաստ որևէ բան զգալու։ Որոշումներ կան, որոնք բացատրելու հնարավորություն չունես,
արդարացում չունես, տարբերակ չունես։ Որոշումներ կան, որ իրենք են գալիս ու ընտրում քեզ։ Իսկ դու պիտի ենթարկվես, որովհետև սերը փաստորեն ավելի շատ զոհողություն է։ Ասում են սերը մարդուն ավելի էգոիստ է դարձնում։ Բայց մեկա սիրող մարդն է պատրաստ սրտից վերջին այրյան կաթիլը քամելու գնով փրկի են մարդուն, ում սիրում է։ Ու մենք էլի փրկում ենք իրար։ Ես գրում եմ հիմա, որովհետև այս աշխարհում բացի սպիտակ թղթից ոչ մի մաքուր բան ու մաքուր մեկը չմնաց։ Ում առաջ հնարավոր է սիրտը բացել ու հետո դրա համար ամենաթանկ գինը չվճարել։ Կյանքում մի անգամ փորձեցի ապրել հանուն ինձ։ Սիրեցի Հայկին։ Թեպետ սկզբից էլ գիտեի, որ կկորցնեմ։ Սիրեցի, որովհետև առանց այդ սիրո ես ինքս ինձ էի կորցնում։ Սիրեցի, երդվեցի, որ կողքին կլինեմ ու առաջինը հենց ես դրժեցի երդումս։ Հավերժ սեր խոստացա ու առաջինը հետ քայլ արեցի։ Խոստացա պայքարել ու թիկունքից հարվածեցի։ Դու ինձ երբեք չես ների, Հայկ, որովհետև երբեք չես հասկանա, որ ես սպանեցի կյանքը իմ մեջ, որ քո շուրջը կյանքը չմեռնի։ Որովհետև դու չես իմանա ու չես էլ հասկանա, որ իմ ամենահարազատ մարդիկ մաս արեցին իմ ու քո երազանքները, հոգին, սերը, քո տունն ու իմ կյանքը։ Երանի ատես ինձ։ Երանի կարողանաս այնքան հիասթափվել, որ անունս լսել չուզես։ Եթե ատես ավելի հեշտ կլինի։ Չեմ հասկանում, գժվել եք ինչ մի Եթե ատեսս ցավը այսքան անտանելի չի լինի։ Ես հիմա հրաժարվում եմ ամեն ինչից, որ դու էլ չկորցնես։ Ես գնում եմ, որ դու էլ չտուժես։ Բայց դու երբեք չես իմանա պատճառը։ Ու չես իմանա, որ քեզնից ամեն քայլ հեռու դնելուց ես իմ սրտից մի մասնիկ եմ թողում ճանապարհին։ Մեր ճանապարհներն էլ երբեք չեն խաչվի։ Բայց ամեն անգամ, երբ արևը դուրս գա ու մայր մտնի, իմ աղոթքն արդեն մենակ քո մասին ու քո անունը պիտի ունենա։ Հայկ։ Վերջ։ Վերջ։ Դու տեղյակ ես ներքևում ինչա կատարվում Նարէ։ Հա, հարսանիքի ցուցակներն են գրում։ Նարէ, մի շաբաթից, հա, մի շաբաթից հարսանիք։ Դու իրոք գժվել ես, Նարէ, չես հասկանում դու ինչ ես անում։ Նարէ, դու Արմոյին սիրում ես։ Հարց եմ տալիս, Նարէ, սիրում ես Արմոյին, որ պատրաստ ես այսքան շուտ հետը ամուսնանաս։ Ես մինչև իմ կյանքի վերջ մի մարդ եմ սիրելու։
Ու եթե ես չեմ լինելու Հայկի հետ, ինչ տարբերություն թե ինչ կլինի։ Արմոյի հետ կամոստանամ, մեկ ուրիշ ինչ-որ անծանոթ մարդու հետ կամոստանամ, թե ամբողջ կյանքում մենակ կմնամ։ Իմ համար մեկ է։ Նարե, պարտադիր չի մի սխալը չանելու համար, ավելի մեծ սխալ անել։ Այնքան բան կա, որ պարտադիր չէր։ Ու այնքան սխալներ կան, որ պիտի չլիներ։ Բայց արդեն ոչ մի բան փոխել չի լինելու։ Ու քեզ շատ եմ խնդրում, մի խառնվի իմ կյանքին, էլի։ Որովհետև հենց դու խառնվում ես, կյանքումս ինչ-որ քաոս է սկսվում։ Հա, ես Արմոյի հետ ամուսնանալու եմ։ Այդ կլինի վաղը, մյուս օրը, մի շաբաթ հետո, ինչ տարբերություն։ Եթե հանկարծ քո մեջ խիղճը տա արթնացել, ուզում եմ քեզ ասեմ, որ շատ ուշացել ես։ Չէ, դու լրիվ գժվել ես, Նարե։ Իրոք քո գլխի հետ մի բան են չի։ Գիտես ինչ։ Ինչ ուզում ես արա, դու քո կյանքը։ Հենց վրան ինչ ասեց։ Սուս Սոնա, Նարեի անունը չտաս։ Լրիվ գժվել է այդ աղջիկը, չի հասկանում ինչ է անում, ոնց է անում։ Ես ինչ եմ արել, իրան չեմ հասկանում։ Ես հետը կխոսեմ։ Ոչ մի բան էլ չես անի ու ոչ մեկն էլ չի խոսի, Սոնա։ Ինչ ուզում է թող անի, ուզում է ամուսնանա, թող գնա ամուսնանա։ Բայց վրան, Վերջ, Սոնա։ ուր ես գնում։ Դուրս եմ գալիս։ Ես ուր։ Ինչ է կատարում քեզ հետ։ Տնով մեկ քո ձայնն է։ Ինչ։ Ինչ։ Էլ իմ ձայնը չի լինի, պապա։ Որովհետև ոնց հասկանում եմ, այս ամեն ինչը մենակ իմ համար է, որ նորմալ չի։ Կամ էլ ես նորմալ չեմ։ Լսի, տղա ջան, ինձ նայի։ Քեզ հետ եմ խոսում։ Տղա ջան, եթե քեզ թվում է, ես քրոջը տխրությունը չեմ նկատում, սխալվում ես։ Այս դեպքում ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում, որովհետև իմ կյանքի փորձը ավելի շատ է։ Հիմա երիտասարդները մինչև իրար խելագարի պես չսիրեն չեն ամուսնանա։ Խելագարի պես սիրում են, ամուսնանում ու բաժանվում։ Իսկ մեր ժամանակ, տղա ջան, ամուսնության հանդեպ վերաբերմունքը լրիվ ուրիշ էր։ Լրիվ։ Ես հասկանում եմ, խելագարի պես չի սիրում Նարեն Արմոյին, բայց դրա փոխարեն Արմոն կրկնակի սիրում է Նարեին ու պատրաստ է քրոջդ նազն ու տուզը տանել։ Քեզ ինչ է թվում։ Եթե ես տեսնեմ, որ Արմոն լավ չի վարվում քրոջդ հետ, պիտի այդպես ձեռքերս ծալած նստեմ, հա։ Արմոյից ատարներ չեն թողնելու վրան։ Հիմա այսպես է ստացվել։ Նարեն որոշում է կայացրել, որ պիտի ամուսնանա Արմոյի հետ։ Հիմա ինչ անենք, տղա ջան։ Ես նոր Նարեին էլ ասեցի։ Հիմա էլ քեզ կասեմ, պապ։ Պարտադիր չի մի սխալը չանելու համար, ավելի մեծ սխալ անել։ Ես լրիվ հասկանում եմ դու ինչ ես ասում, անկեղծ հասկանում եմ։ Բայց այդ քո ասած ձեր ժամանակները շատ վաղուց անցել են։ Տղա ջան, Արմոյի հետ Նարեի սխալները ոչ ոք մեզ մատնացույց չի անի։ Պահ, մնում էր ասեիր Արմոն մեզ լավություն է անում ու վերջ, պապ։ Նարեն ինչ էլ արած լինի, իրան ոչ մեկը չի կարա մատով ցույց տա։ Ճիշտ լինի, սխալ լինի, մերն է, պապ։ Ու ես մինչև վերջ իմ քրոջ կողքը կանգնած եմ լինելու։ Ու եթե այս անիմաստ հարսանիքը լինի էլ, ես մեկը Արմոյին էլ եմ հետևելու, Նարեին էլ եմ հետևելու։ Ու եթե հանկարծ ես տեսնեմ, որ Նարեն Արմոյի կողքը լավ չի զգում իրան, մի րոպե, մի վայրկյան անգամ չեմ թողելու մնա Արմոյի կողքը։ Այդ կարգի հարցերը տենց չեն լուծում, վրա։ Արդեն սենց են լուծում, պապ։
Լալա, ես դուրս եմ գալիս, ուր գամ։ Նարե, ինչ ես անում։ Պատրաստում եմ, որ գնեմ։ Գիտես, ես քո պահվածքը արդեն կապրիզի է նմանվում։ Այն, որ դու Հայկի հանդեպ շատ սխալ վարվեցիր, այդ փաստը։ Դու իրավունք չունեիր Հայկին այդ աստիճան ցավեցնելու, իմանալով, թե վերջի տարիներին ինքը ինչերի միջով անցել։ Դու այնպես արեցիր, որ քո մեջ կյանքի իմաստ գտավ Հայկը։ Բայց այնպես կոտրեցիր Հայկին, որ ինձ թվում է, էլի երբեք չել վերականգնվի։ Եթե քեզ թվում է, որ իմ համար հեշտ է, սխալվում ես։ Բայց ով ասեց, որ հեշտ է։ Հեշտից ու դժվարից ես չեմ խոսում։ Ուղղակի տեսնում եմ, որ ոչ մի քայլ չես ձեռնարկում, որ քեզ ու Հայկին օգնես։ Իսկ դու ինչ գիտես, ես ինչ եմ ձեռնարկում, ինչ չէ։ Չեմ տեսնում։ Նարե, ես քո արածների մեջ տրամաբանություն չեմ տեսնում։ Քեզով է ստիպում Արմոյի հետ ամուսնանաս։ Հա, ընդունում եմ, կարող է Հայկից նեղացած ես, կարող է ինչ-որ մեծ խնդիր կա, որի մասին ես չգիտեմ, բայց քեզ ոչ ոք չի ստիպում, որ դու Արմոյի հետ ամուսնանաս։ Էն էլ այն դեպքում, որ վրամը թիկունքիդ կանգնած է։ Սոնա հերիք է էլի։ Հերիք է, վրամի անունը 10։ Էս ինչ մեղադրանքներ են, ես չեմ հասկանում։ Ասում ես Հայկին չեմ օգնում։ Ասում ես վրամը պատրաստ է ինձ օգնել։ Բայց այդ քո ասած նույն վրամն էր, որ ամեն ինչ արեց, որ ես Հայկից հեռու մնամ։ Դու չես տեսնում, չես նկատում, որ իմ մարմնի ամեն բջիջ նենց է ցավում, որ ամեն պահի մեռնում է։ Այդ քո ասած վրամը ոչ Միքոյին կխնայի, ոչ էլ Վարոյին խնայեց։ Ամեն ինչ արեց, որ ես Հայկի հետ լինելու ոչ մի տարբերակ չունենամ։ Ինչ ես խոսում։ Դու գիտես, որ Վարոյին կախված են գտել բանտում։ Դու գիտես, որ այդ սպանություն է եղել ու դրա հետևում վրամն է կանգնած։ Ասում ես չեմ օգնում Հայկին։ Ես իմ ամբողջ կյանքն եմ կործանում, որ հանկարծ Հայկին ինչ-որ բան չլինի, որ Միքոյին զոհ չտանք։ Ու եթե սենց երկար շարունակվի, հաջորդը դու ես լինելու։ Նարե, կբացատրես, ինչ ես խոսում։ Այն ինչ որ կա։ Հա, վրամը իմ աղբերն է, բայց ես ատում եմ իրան, որովհետև վրամը հրեշ է։ Ինքը ոչ մի բան չի անի, որ խնայի Միքոյին, ոնց որ Վարոյին չխնայեց։ Հիմա ինչ անհանգստանում է։ Չէ, ուղղակի հասկացել է, որ շեղվել եմ իր պլաններից։ Ես պատրաստ եմ ամուսնանալ մի մարդու հետ, ումից զզվում եմ։ Ում հետ նույն օդը չեմ կարա շնչեմ։ Բայց ես իր հետ միջև իմ խոր ծերությունը ապրելու եմ։ Ավելի լավ է տենց, քան վրամի դեմքը տեսնեմ։ Ասում եք, որ իմ համար մեկը ձեզ թվում է ուղղակի կապրիզներ եմ անում, որ ոչ մեկին չեմ խնայում, շուրջս մարդկանց կործանում եմ, բայց ոչ մեկ չի հասկանում, թե ես ինչ եմ զգում։ Վրամը նենց արեց, որ ես այս աշխարհում ամենադժբախտ մարդը լինեմ։ Իսկ հիմա իրան նենց է պահում, իբր մտահոգվում է իմ համար։ Ոչ մեկի չխնայեց։ Միքոյին ծեծել տվեց, Վարոյին էր սպանեց։ Նարե, դու հասկանում ես, ինչ հրեշավոր բաների մեջ ես դու հիմա վրամին մեղադրում։ Դու սպանության մասին ես խոսում, մահափորձի մասին ես խոսում, վրամը երբեք նման բան չէր անի։ Ինքը չի էլ հերքել, որ պատրաստ է ավելի վատ բաներ անելու, մենակ թե ես ու Հայկը միասին չլինենք։
Սոն, կներես, ես այս ամեն ինչը քեզ չէի ասի, ես հասկանում եմ, Վրամը իմ աղբերն է, ուղղակի ես արդեն չեմ դիմանում այս անիմաստ մեղադրանքներին ու հարցերին, իմ աղբերն է, իմ խաչն է ու ես պիտի լինեմ տուժողը, ես չեմ կարա հանուն իմ երջանկության ուրիշներին զոհ տամ, ես քեզ այս ամեն ինչը չէի ասի, ես պատմությանը չէի խառնի, որովհետև հասկանում եմ, որ քեզ էլ եմ վատ վիճակի մեջ դնում, ուղղակի դու էլ ինձ հասկացի, ես էլ չեմ դիմանում, չունեմ էլ ուժ։ Արմո, մի բան մտածի, այսքան չես տանջվել, որ Վրամը իրակ մի քայլով ջուրը գցի ամեն ինչ։ Հա, Արմո։ Մենք պիտի հանդիպենք։ Յա, այդ նոր հասկացար, հա, Արմո։ Մի քիչ ուշ չի։ Արիք խոսենք կհասկանանք իրար ախպեր։ Մենք իրար ախպեր ենք եղել Վրամ։ Հիմա էլ բարեկամանում ենք։ Դիմացները կարևոր առիթ ունենք։ Չեմ ուզում մեր հարաբերությունները վատանան։ Պետքա լավանան, բայց հակառակի պես վատանում են։ Արմո, դու լավ գիտես, որ ինձ հիմա մենակ մի հարցի պատասխանը հետաքրքիր։ Թե ինչի ան Արեն ուզում քո հետ ամուսնանան։ Եթե այդ հարցի պատասխանը կարճ ու կոնկրետ կտաս կգամ, եթե չէ։ Արի այդ հարցիդ պատասխանը կստանաս։ Բայց հիմա պիտի տեսնենք իրար։ Հիմա չեմ կարա Արմո գործեր ունեմ։ Չնայած կգամ։ Այս պահին Նարեից ավելի կարևոր գործեր չկան։ Տեղը տաս Արմո։ Օֆիսում եմ արի։ Արիք խոսենք։ Կգամ հեսա։ Լիլ չգիտեի, որ պետքա մենակ գնաս։ Գոնե ասեիր, որ հիմա ես գնալու։ Դե լավ պետական քննության չեմ, աշխատանքի ընդունվելու եմ եկել։ Շատ հաճելի է, որ աջակցում ես ինձ, բայց հիմա ավելի շատ խանգարում ես, քան օգնում։ Գոնե ասա ուր ես, սպասի գամ։ Լեդի զոնի դիմացն եմ, մինչև հասնես ես արդեն դուրս կգամ։ Հիմա որ 2 րոպե սպասես, ոչ մի բան չի փոխելու։ Դե լավ, մեկը քեզ չի կարելի ներս մտնել։ Լեսի, Լեդի զոն, այսինքն աղջիկների համար նախատեսված տարածք։ Եթե քո կյանքում ինչ-որ մի բան չի փոխվել, ուրեմն հաստատ քո մուտքը այստեղ արգելված է։ Տես որ ձեռը առնում է։ Դե լավ, Միքո, հասել եմ, մտնում եմ ներս։ Հետո կխոսենք։ Իմ ընտանիքը շատ է վնասել Հայկին ու դեռ շարունակում է նույնը անել։ Այն ժամանակ ես հնարավորություն չունեի կանխելու այդ ամեն ինչը։ Հիմա ունեմ ու անում եմ։ Հա, գիտեմ, Հայկը ինձ չի հասկանալու, չի ընդունելու որոշումս, բայց մեկը ուրիշ տարբերակ չկա։ Հա, հնարավոր է դու հիմա ինձ կասես պարտադիր չի ամուսնանալ Արմոյի հետ, որ հրաժարվես Հայկից, բայց հավատա այդ միակ տարբերակն է, որովհետև ուրիշ դեպքում համ ես, համ Հայկը ամեն հնարավոր առիթի դեպքում փորձելու ենք տեսնել իրար։ Իսկ սենց Հայկը հաստատ էլ ոչ մի տարբերակ չի փնտրի։ Գիտես ինչ ցավոտ է այս ամեն ինչը գիտակցել է։ Ամեն բառիս հետ ինձ թվում է մարմնիս ինչ-որ մասը անջատվում է ինձանից։ Շատ ցավոտ է պատմելը խոսել այս մասին։ Չգիտեմ էլ ասելն է ճիշտ թե լռելը։ Սոն դու ամեն ինչ գիտես, քեզնից թաքցնելու ոչ մի բան չկա։ Քեզ թվում է ես իսկապես այդքան անխիղճ եմ։ Հիմա դու ինձ ասա, խնդրում եմ։
Ես կործանում եմ Հայկին, թե փրկում եմ։ Այդ Հայկը չգիտի ինչ է աղել, բայց մենք հո գիտենք, թե պապան ինչ է արել։ Հետ ուղակի սարսափելի է։ Ամեն տարբերակ կարար մտքովս անցներ, բայց որ պապատ Հայկը ինչքան էլ ատի իմ ընտանիքին ու չընդունի ինքը երբեք չի էլ մտածի, թե պապան ինչ է արել։ Ու հիմա նույն բանը կրկնվում է։ Հիմա վրամն այդ նույնն է անում։ Դու հասկանում ես այն ժամանակ Աշոտը ու հորքուրն են եղել, իսկ հիմա ես ու Հայկը։ Պապան Հայկի հոր հետ տենց է վարվել։ Իսկ հիմա վրամը չի զիջում պապային։ չէ, Նարե։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ այդ ամենը վրամն է արել։ Պետքա խոսենք վրամի հետ, պետքա հարցնենք իրան։ Կամ այդ ամեն ինչը դու որտեղից ես իմացել, ով է քեզ ասել, վրամն է ասել։ Քո կարծիքով, եթե ես վստահ չլինեի, իմ կյանքի համար սենց կարևոր քայլ կանեի, սենց կարևոր որոշում կկայացնեի, կամ ուսնանայի Արմոյի հետ։ Չէ, չի լինի։ Չէ։ Հա։ Շատ հարմար տարբերակ է։ Հենց սա էլ կհագնեմ։ Պիտի կարողանաս, Լալա, պիտի կարողանաս։ Հիմա սա քոյի դեմ քո միակ հաղթաթուղթը վրամն է լինելու։ Պլանները փոխվեցին, Լալա։ Ես մի քիչ ուշ կգամ քո հետևից, բայց անպայման կգամ։ Դե ոչինչ, Վրամ ջան, ես այսքան տարի սպասել եմ, ոչինչ, հիմա էլ կսպասեմ ինչքան պետք է։ Ասա Արմո եկա։ Նստիմ։ Չեմ եկել, որ երկար բարակ նստեմ ու հետդ զրույց ունեմ։ Ճիշտ է, ինչքան էլ դուք շտապում եք ամուսնության հարցում, բայց այդ ինձ չի խանգարի, որ ես պարզեմ ինչ ա եղել իրականում, Արմո։ Ես չեմ ուզում քեզ նեղացնեմ կամ վատ դրության մեջ տնեմ, բայց ես էլ դու էլ շատ լավ հասկանում ենք, որ Նարեն առանց պատճառի ու առանց շանտաժների քո վրա չերել նայի։ Դու գիտես, որ Նարեն քեզ չի սիրում, ու ես կատաղում եմ մենակ այն մտքից, որ կարաս դու էլի գլխիցդ մեծ բաներ արած լինես ու Նարեին վատ դրության մեջ դրած լինես։ Չկա տենց բան վրամ։ Ես այս անգամ ոչ մի բան չեմ արել։ Ստեղ իմ ինքնասիրության հարցն է։ Եթե Նարեն չուզեր, դժվար հետս ամուսնանար։ Ուրեմն կարճ կոնկրետ ասա տենամ ինչի է Նարեն ուզում հետդ ամուսնանա։ Ինչքան էլ որ ձևակերպումները դուրս չեն գալիս, բայց ես այս անգամ էլ եմ աչք փակում դրանց վրա, որովհետև ստեղ իմ նպատակը հետդ կռվելը չի։ Ես իմ հարցի պատասխանը չստացա, Արմո։ Այն օրը, որ Նարեն չկար, ու հաջորդ օրն իրար հետ եկանք ձեր տուն։ Այդ օրը ինքը Հայկի հետ է եղել։ Հայկի հետ փախնելու փորձ են արել։ Իմ համար ընդհանրապես նշանակություն չունի ես ում հետ կլինեմ, եթե Հայկի հետ չեմ։ Ես հիմա դիտավորյալ հենց համանում, որ Հայկը ատի ինձ, որովհետև այդ մտքի հետ ես ավելի հեշտ կապրեմ, եթե մտածեմ ատում է, քան իմանամ, որ սիրում է ու տանջվում է։
Նարե այնքան լավ կլիներ, որ մենք կարողանայինք ընտրել ում մատեինք ու ում սիրեինք։ Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։ Սոն հիմա դու ամեն ինչ գիտես։ Ես քեզ ամեն ինչ պատմեցի։ Դու ասա սխալ եմ անում, թե ճիշտ։ Դու եթե իմ փոխարեն լինեիր, ինչ կանեիր։ Չգիտեմ, Նարե։ Ես դեռ քո ասածները չեմ կարողանում ընդունել։ Ներսումս կռիվ եմ տալիս, որովհետև ես Վրամից այս ամենը չէի սպասում։ Դու ուղղակի սիրում ես Վրամին։ Բայց Վրամը մի քանի անգամ ապացուցել է, որ ես ճիշտ եմ մտածում։ Հայկի համար Վարոն աղբոր նման էր ու իր համար Վարոյի սպանությունը սարսափելի է։ Ինքը գիտի, որ սպանել են, բայց դեռ չգիտի, որ այդ Վրամն է արել։ Բայց ինչի ես վստահ, որ Վրամն է։ Բա ով է։ Չգիտեմ, կարող է զուգատիպել է։ Սոն հասկացի, երբ որ ես ու Հայկը իրար հետ էինք, այդ ժամանակը համապատասխանեց Միքոյին ծեծելու հետ։ Հետո Վարոյի սպանությունը։ Այդ հենց այն նույն ժամանակն էր, երբ որ ես որոշում էի կայացրել, որ վերջնականապես գնալու եմ Հայկի մոտ։ Ու հիմա, երբ որ ոչ մի բան չի կատարվում ու բոլորը գիտեն, որ ես Արմոյի հետ եմ լինելու, ոչ մի բան չկա։ Էդ էլ է պատահականություն։ Նարե, ես ուղղակի չեմ ուզում հավատամ այն ամեն ինչին, ինչ որ դու ինձ ասացիր։ Չեմ ուզում հավատամ, բայց միաժամանակ էլ հասկանում եմ, որ դու ուրեմն այդ քայլին չէիր գնա, եթե այս ամենը ճիշտ չլիներ։ Հիմա ուղղակի մենք էլ ոչ մի բան չենք կարա հետ բերենք։ Այն ինչ որ եղել է, արդեն եղել է։ Բայց ես փորձում եմ կանխել, որ Հայկը նորից չկորցնի։ Դու հասկանում ես, ես ինչ մեզ հիշում եմ, բոլորս կորցնում ենք ու տանջվում ենք։ Հատկապես Մարգար պապի ընտանիքը շատ է կորցրել մեր ընտանիքի պատճառով։ Հայկը մի օր ամեն ինչ իմանալու է։ Ամեն ինչ պարզվելու է, ու եթե անգամ մենք հիմա չբաժանվենք, միևնույնն է Հայկը չի ընդունելու ինձ, երբ որ իմանա, որ պապան է սպանել իր հորը։ Նարե, ձեր բաժանումը անխուսափելի էր։ Ուղղակի Հայկն էլ է մեղք։ Ինքը այս ամեն ինչին արժանի չէր։ Ու ես վստահ եմ, որ ինքը այնքան ուժեղ չի, ինչքան որ թվում է, ինքը չի կարող այս ամեն ինչի մեջով անցնի։ Ուժեղ է։ Շատ ավելի ուժեղ է, քան բոլորս միասին։ Չգիտեմ։ Սոն, մենակ թե խնդրում եմ քեզ էլի, այն ինչ որ ես քեզ պատմեցի, պապային ու մամային հանկարծ չասես։ Այն ինչ որ դու ինձ պատմեցիր, ես դեռ պետք է ընդունեմ, Նարե։ Այդ ամենից հետո իմ համար շատ դժվար է լինելու։ Ես չգիտեմ, այդքանից հետո ոնց եմ Վրամի հետ ննջարան կիսելու, ոնց եմ հետը խոսելու, ոնց եմ աչքերի մեջ նայելու։ Ես հիմա երկու քարի արանքն եմ ընկել։ Մի կողմում աղբերս է, իսկ մյուս կողմում Վրամն է։ Ու ես չգիտեմ ինչ անեմ։ Նարե, ես հասկացել էի, որ Վրամին ես մեղադրում քո վիճակի համար։ Հասկացել էի, որ իրանից նեղացած ես։ Հասկանում էի, որ այս ամեն ինչում Վրամին ես մեղադրում, բայց չէի պատկերացնում, որ սենց բաներ ա եղել։ Կներես, հա, ես չպիտի քեզ պատմեի այս ամեն ինչը։ Ուղղակի չկարողացա ինձ զսպել։ Չէ, Նարե, դու պիտի ասեիր, որ ես հասկանա ինչ ա կատարվում։ Եթե իրոք Վրամն ա կանգնած Միքոյին ծեծելու ու Վարոյի սպանության հետևում, ուրեմն ստացվում է, որ ես իմ աղբորը կործանողներից մեկն եմ։ Պետք է հասկանամ ինչ ա կատարվում, որ ճիշտ որոշում կայացնեմ։ Ինչ որոշում։ Նարե, ես քեզ շնորհակալ եմ, որ դու ինձ ամեն ինչ ասեցիր։
Հիմա ամեն ինչ փոխվեց։ Եթե այն ժամանակ ես քո վրա բարկանում էի, հիմա հասկանում եմ քեզ։ Հիմա ինչ էլ լինի, հարցում էլ վերաբերի, ես քո կողքին եմ լինելու։ Երկուսս էլ հիմա նույն վիճակում ենք ու հաստատ երկուսիս բացի մեզնից ոչ ոք լավ չի հասկանալու։ Եթե նույնիսկ քեզ ոչ ոք չհասկանա, ես կհասկանամ։ Ես միշտ կողքիդ կլինեմ։ Դու ընդհանրապես հասկանում ես ում մասին ինչ ես խոսում, Արմո։ Հանգստացի։ Ասում եմ այն ինչ որ կա։ Ունես չի ես իմացել եմ այդ պատմության մասին։ Ինձ Նարեն ա պատմել։ Ինչ ա պատմել։ Այն օրը որ Մարգարի լակոտը ձեր տուն էր եկել։ Ու Նարեն բոլորիդ ասեց որ չի գնալու հետը։ Դրանից հետո գնացել եմ։ Ու ոնց հասկանում եմ Մարգարի լակոտը վատ ա պահել իրան։ Ոնց թե վատ ա պահել, Արմո։